Հետքի սրահում այդտեղ քննարկելու քրեական նորարարիչների նախագծի որոշ դեպքեր, որը դեռևս մշակման փուլում է եւ լայն հասարակությանը ներկայացված չէ եւ այդ ակտուր քննարկել են Երևան պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, քրեական նորարարիչների նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Աննա Մարկարյանին։ Ձեր ընդհանրապես ինչ նախագծի բնույթը կուզենայիք փոքր ներկայացնել, շատ կտրուկ են քրեական նորարարիչների նախագծում տեղ գտող նորամուծությունները, ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում։ Շնորհակալություն։ Իհարկե, քրեական նոր օրենսգիրքը լինելու է գործող քրեական օրենսգրքից էապես տարբերվող։ Եվ հիմնական խնդիրը պայմանավորված է լինելու այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սկսած քրեական իրավունքի հիմնարար ինստիտուտների ընկալման գործընթացում, մասնավորապես մեղքի ինստիտուտ, սուբյեկտի տարիք եւ այլն, այնպես էլ դրանք առնչվելու են հատկապես պատժի համակարգին։ Այսօր լայն հանրությանը հիմնականում հուզող հարցերից մեկը այլընտրանքային պատժատեսակների կիրառման հիմնախնդիրն է։ Միշտ նշում ենք, որ քրեական օրենսգիրքը շատ խիստ է եւ չի ծառայում պատժի նպատակներին, մասնավորապես հանցագործությունների կանխմանը, հնարավորություն չի ընձեռում հանցանք կատարած անձին վերասոցիալականացվել հասարակությունում եւ ըստ էության այն ավելի շատ նպատակ ունի անձին պատժի ենթարկել զուտ պատժի բուն իմաստով դասական, ինչպես որ ընկալել են, քան պատրաստել նրան վերադառնալ հասարակություն։ Հիմնական խնդիրը, որ իր առջև դրել է աշխատանքային խումբը, այն է, որ նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն տա արդյունավետ ապահովել պատժի նպատակները եւ այստեղ շեշտադրումը պետք է դնել ոչ թե հանցանք կատարած անձին զրկանք պատճառելու գործընթացի վրա, այլ հիմնական նպատակը պետք է լինի հանցագործությունների կանխումը եւ հանցանք կատարած անձին օգնել վերադառնալ հասարակություն, վերադառնալ որպես հասարակության լիիրավ անդամ։ Մեյոթն այսինքն այն ազատազրկման ձևով պատիժ նշանակել, որ այստեղ շատ է չարաշահում եւ հիմա էլ այդպես է ունենան ջրայլընտրանքներ։ Անպայման նախնշեմ ազատազրկման պատժատեսակի կիրառման հետ կապված չարաշահումներ, այն ինչ որ դուք եք նշում, իհարկե ճակերտավոր դա ասենք չարաշահում, պարզապես շատ հաճախ է կիրառվում, ունի երկու հիմնական պատճառ։ Առաջին պատճառը իհարկե քրեական օրենսգիրքն է, որովհետեւ քրեական օրենսգրքում տեղ գտած ձևակերպումները հաճախ պարզապես դատարանին այլընտրանք չեն թողնում։ Այսինքն այնպես են սանկցիաները կառուցված, որ դատարանը հնարավորություն չունի ընտրություն կատարել պատժատեսակների միջև, այսինքն յուրաքանչյուր պատժատեսակ կիրառման տեսակետից սահմանափակումներ ունի։ Օրինակ, կալանք պատժատեսակը չի կարող կիրառվել 16 տարին չլրացած անձի նկատմամբ։ Տուգանքը կարող է կիրառվել, եթե անձը ունի ինքնուրույն վաստակ ըստ էության, այսինքն տրամաբանությունից է դա բխում, եւ արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ որ շատ հաճախ դատարան ունի ընդհանրապես մեկ ընտրություն, ազատազրկումը, որը իհարկե հետո կարող է պայմանականորեն չկիրառվել շատ դեպքերում, եթե պատժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտին վերաբերող դրույթները դա թույլ են տալիս։ Այնուհանդերձ քրեական նոր օրենսգրքում նախատեսվելու են այլընտրանքային պատժատեսակներ, օրինակ բացի տուգանքից հանրային աշխատանքներից նախատեսվում է, եթե իհարկե դա ազգային ժողովի կողմից հետագայում ընդունվի, ազատության սահմանափակում պատժատեսակը, որը հնարավորություն կտա անձին պարզապես որոշակի սահմանափակումներով շարունակել իր բնականոն կյանքը, այսինքն բնակվել իր ընտանիքի անդամների հետ, պարզապես ազատ տեղաշարժման հնարավորությունը որոշակիորեն կսահմանափակվի։ Տնային կալանք ոչ թե քրեադատավարական խափանման միջոցի իմաստով, այլ կլինի որպես ինքնուրույն պատժատեսակ։ Կամ օտարերկրացիները կատարում են հանցանքներ եւ հաճախ խնդիր է առաջանում, թե իմաստունի արդյոք նրանց պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետություն, թե ճիշտ կլինի պարզապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանել, այսինքն նախկին արտաքսման կամ շատ երկրներում գործող վտարման ինստիտուտը։ Այսինքն կան այլընտրանքներ, որոնք կիրառվել են, բացի այդ հենց եղած պատժատեսակներն են վերաիմաստավորվում։ Մենակ եթե հանրային աշխատանքները այսօր կարող են կիրառվել միայն որպես ազատազրկման այլընտրանք, նոր քրեական օրենսգրքում, այսինքն նախագծային տեսքով ինչպես որ նախատեսվում է, հանրային աշխատանքները պետք է ինքնուրույն կիրառություն ունենան։ Ներողություն եմ խնդրում, ընդհանրապես քան գործող օրենսգրքում է դա նախատեսված, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կիրառելու հնարավորությունները չափազանց սահմանափակ են, այդ իմաստով դատարանը խուսափում է այդ պատիժը կիրառելու։ Նաև կուզենայի, որ դուք անդրադառնում եք դժգոհություններ, մենք առիթ ունեցել ենք այս լսարանում քննարկելու քրեակատարողական հիմնարկի եւ նաև դատավորների հետ, եւ նա շատ օբյեկտիվ պատճառաբանություններ էին դերում, ինչու հնարավոր չի նշանակել այդ պատժատեսակը եւ ինչու հնարավոր չի կիրառել նախատեսել։ Արդյոք այդ դժգոհությունները ինչ որ ձևով անդրադարձել են նախագծում եւ գտնվել է երկրում։ Որոշ չափով այո։
Նախագործող քրեական օրենսգիրքը ունակ հանրային աշխատանքների տեսակետից նախատեսում է չափազանց երկար ժամկետ, այսինքն հնարավորություն կա կիրառել նվազագույնը 270 ժամից եւ առավելագույնը 2200 է գնում, եւ այս ժամկետը բավականաչափ երկար է, այսինքն անձը հոգեբանորեն էլ պատրաստ չի լինի հանրային աշխատանքների նման տևողության կատարման։ Քրեական նոր օրենսգրքի նախագծում հանրային աշխատանքների առավելագույն ժամկետն է նվազեցվել, նախատեսվում է առավելագույնը 270 ժամ։ Իհարկե այն թվերը այն ինչ որ հիմա բարձրաձայնում ենք, դրանք պայմանական կարող են լինել, քանի դեռ ազգային ժողովի կողմից չեն ընդունվում։ Հետևաբար սրանք ավելի շատ այս պահին գաղափարների բնույթ են, նախագծային դրույթներին։ Այո, եթե դուք նայեք նույն եվրոպական երկրները, չեք տեսնի երկրներ, որ ունենա 2000 ժամ հանրային աշխատանք։ Սա առաջին պայմանը, որը տևողությանն էր վերաբերում։ Երկրորդ խնդիրը հանրային աշխատանքները կիրառվում են այսօր որպես ազատազրկման այլընտրանք, եւ հանցանք կատարած անձը ինքը պետք է համաձայնություն տա, որ պատրաստ է հանրային աշխատանքներ կատարելու։ Երկրորդ տարբերակը իհարկե նույնպես կա, երբ որ տուգանքի կատարման անհնարինության պարագայում է փոխարինում, բայց խնդիրը որն է։ Անձը հստակ գիտակցում է, որ հանրային աշխատանքներ կիրառվում են այն հանցագործությունների համար, որոնց պարագայում կարող է կիրառվել նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը։ Հետևաբար իմ նախապատվությունը բնականաբար պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կողմն է, որը այսօրվա գործող պարագայում դառնում է անպատժելիություն, փաստացի, որովհետև ինչ է նշում դատարանը պետք է անձի վրա պարտականություններ դնի, որից հետո քրեակատարողական համտեսխան ծառայությունը պետք է իրականացնի դրանց երաշխավորումը, ապահովումը, բայց հաճախ դատարանը պարտականություն պարզապես չի դնում։ Դուրս է գալիս, որ անձը ճիշտ է դատապարտվեց, ունի դատվածություն, բայց միաժամանակ պատիժը պայմանականորեն չկիրառելու պարագայում մնում է անպատիժ։ Դա ավելի նախընտրել է։ Երրորդ խնդիրը, որը նույնպես առաջանում է, հանրային աշխատանքների կիրառման հնարավորությունն է։ Այսինքն ունենք արդյոք աշխատատեղեր կամ այնպիսի վայրեր, որտեղ որ անձը կարող է հանրային աշխատանք իրականացնել։ Կարծում եմ, եթե մենք հարցնենք քաղաքապետարանին, հենց իրենք կասին, որ այո, դրա կարիք ունեն։ Նույն այգեգործների տեսքով, շինարարության վրա աշխատանքների պարագայում չի ասի, որ տեղ չկա։ Կասեի, որ գուցե կոորդինացիան լավի չի, եւ այս հարցում միայն քրեական օրենսգիրքը չի կարող օգնել, որովհետեւ օգնության պետք է հասնի քրեակատարողական օրենսգիրքը։ Այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն այդտեղ։ Այո, քրեակատարողական օրենսգիրքը նույնպես նախատեսվում է ամբողջովին փոփոխության ենթարկել։ Աշխատանքային խմբի տեսակետից դեռևս ոչինչ ասել չեմ կարող, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում նորություններ կլինեն նաև իրենց կտրվածքով։ Իսկ տուգանքների հետ կապված ինչ նորամուծություններ կան, արդյոք չափերի եւ կիրառման, որ դեպքերում։ Այո, տուգանքների հետ կապված նախատեսում է փոփոխություն, այս պարագայում երևի թե փոքրինչ հեղափոխական է թվում Հայաստանի իրականության համար եւ կարծում եմ դա դեռևս քննարկման կարիք ունի։ Նախատեսում է, որ տուգանքները պետք է հաշվարկվեն ոչ թե կայուն միավորներով, ինչպես որ այսօր է, այսինքն նվազագույն աշխատավարձն է դիտվում, բայց այդ նվազագույն աշխատավարձի հաշվարկման միավորը ընդունվում է 1000 դրամը, այլ պետք է տուգանքի հաշվարկ իրականացվի ըստ անձի եկամտի։ Այսինքն ինչքան եկամուտ, որ ինքը ունի ամսական կտրվածքով, այդ կտրվածքով էլ ըստ դրա համամասնորեն հաշվարկվեն տուգանքները։ Եթե մեկ ունի ամսական աշխատավարձ եկամուտի տեսքով 30000 դրամ, մյուսի պարագայում դա 3 միլիոնն է, արդար չի լինի մեկի պարագայում դա կիրառել, ունակ 3 միլիոն կտրվածքը կիրառել այն անձի նկատմամբ, որը ստանում է 30000 դրամ ամսական եկամուտ։ Այսինքն փորձ է կատարվել արդարության գաղափարը այդտեղ արտացոլել։ Այլ խնդիրը, որ գործնականում խնդիրներ կարող են առաջանալ ամսական եկամտի որոշման կտրվածքով, որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվել է, որ եթե հնարավոր չէ պարզել անձի եկամուտը, ապա որպես տուգանքի հաշվարկման միավոր ընդունվի Հայաստանի Հանրապետությունում հանցանքի կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձը։ Նվազագույն աշխատավարձը ամսական կտրվածքով է։ Ամսական կտրվածքով, այսինքն մենք նայում ենք, թե ինչ եկամուտ ունի միջինացված, որտեղ հնարավոր է անձը մի ամսին ունենա, ասենք, եկամուտ 1 միլիոն դրամ, մյուս ամսվա ընթացքում ստանա ընդամենը 40000 դրամ, հետաբար ինքը միջինացվում է արդեն։ Իսկ ըստ առաջին պարագայում ձեր չի կարծում, որ ինքը կոռուպցիոն նաև լուրջ ռիսկ ունի, ինչի եմ ասում, որովհետև մեզ մոտ անգամ ալիմենտը հնարավոր չի լինում վճարել, եւ այդ 1000 դրամով է հաշվարկը կատարում, որը շատ ծերային տնտեսության պարագայում շատ հեշտությամբ կարող ամեն թաքցնել իրենց եկամուտները։ Եվ այդ նույն 3 միլիոն ստացողը ուղղակի նորից կարող է հարկվել, կամ ասպեսան տուգանվել այդ նվազագույն աշխատավարձի չափ ստացողը։ Չի բացառվում։ Եվ հենց դա է նաև որ մեզ անհանգստացնում է, այսինքն ինչպես է ապացուցողական գործընթացը իրականացվելու եւ ինչպես է դա պարզաբանվելու։
Նույնիսկ այն խնդիրներ է բարձրանում, որ դատարանը ինքը չի կարող դա բարձրաբանել։ Այսինքն նախապես գործի քննության ընթացքում արդեն հետապնդում իրականացնող մարմինը պետք է նաև բարձի անձի եկամուտի չափը, որպեսզի դա ներկայացվի դատարանին եւ դատարանը կարողանա ըստ դրա նշանակել պատիժ։ Կոռուպցիոն ռիսկ ինքը պարունակում է, ես չեմ կարող ասել, որ ռիսկ չի պարունակում, բայց միաժամանակ այստեղ խնդիր է առաջանում, ինչին ենք մենք գերակայություն տալիս։ Մյուս կողմից էլ եթե դիտարկենք շատ ապահոված մարդու եւ քիչ ապահոված մարդու պարագայում տուգանքի չափերի ընտրության նվազագույն շեմը 1000 դրամ ընդունելը կարծում եմ, որ հասարակությունը դրանից էլ գոհ չի լինի։ Հետևաբար մենք պետք է նայենք առաջին հերթին նաեւ համագործակցությունը պետական կառույցների հետ, որոնք հնարավորություն են տալիս արձագանքել։ Օրինակ հարկային մարմինները։ Հարկային մարմինները ունենում են անձի եկամուտների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, դա եկամտահարկի տեսքով է, գույքահարկի տեսքով է եւ այլն։ Եթե այդ ռեսուրսները օգտագործվեն, հնարավոր կլինի անձի եկամուտը բարձել։ Գոնե չեմ ասում ամբողջ ծավալով, բայց գոնե մասամբ դա հնարավոր է բարձել։ Հասկանում եմ, հարցը կարող է շարունակվել, բայց չէ որ հաջող հարեզատներն են ունենում այդ եկամուտները, ոչ թե այն անձը, որը կատարում է։ Իհարկե այդ բոլոր խնդիրները կարող են ծագել, բայց լուծման տարբերակ պետք է փնտրել։ Օրենքի նախագիծը նախատեսում է ազատազրկման նվազագույն եւ առավելագույն պատշաճ չափերի տեսակետից նախատեսում է։ Ըստ էության գործող իրական օրենսգրքից շատ հեռու չենք գնում, այսինքն նախատեսում է, որ պետք է լինի առավելագույնը 20 տարի ժամկետով ազատազրկում, պարզապես նվազագույն շեմի հետ կապված է փոփոխություն տեղի ունեցել, առաջարկում է նվազագույն շեմը սահմանել 6 ամսվանից, ոչ թե 3 ամիս ժամկետից, ինչպես որ գործող իրական օրենսգրքում է։ Գիտեք, այս պահին կարող է թվալ, թե դա խստացում է։ Այսինքն փորձում ենք ավելի անձի վիճակը վատացնել, պարզապես հաշվի ենք առնում, թե այդ 6 ամիսը գոնե հնարավորություն կտա անձի հետ աշխատանք իրականացնել, պատժի արդյունավետությունը ապահովելու տեսակետից։ Շատ հաճախ գործի քննությունը ընթանում է այնքան ժամանակ, որ անձն էլ կալանքի ենթարկված է լինում կալանավորման որպես խափանման միջոց, արդյունքում երբ որ դատարանը հրապարակում է դատավճիռը եւ նշանակված պատժի հաշվարկման խնդիր է գալիս կալանավորման ժամկետի հետ, ստացվում է, որ նա միանգամից ազատ է արձակվում եւ այդ ազատազրկում պատժատեսակը, որի սկզբանե դատարանը ցանկանում էր կիրառել, դառնում է անիմաստ։ Այսինքն մի կողմից փորձ է այդ հանգամանքը հստակեցնել, երկրորդ հանգամանքը օբյեկտիվորեն եթե նա 3 ամիս ժամկետ հնարավորություն չի տալիս քրեակատարողական հիմնարկում անձի հետ աշխատանք ծավալել։ Դրա համար նախընտրելի է 6 ամսից սկսել ազատազրկումը, չէ՞ որ մենք նախատեսում ենք նաև կարճաժամկետ ազատազրկում, այսինքն եթե անձը կատարել է այնպիսի հանցանք, որի պարագայում անհրաժեշտություն չկա նրան երկար ժամկետով մեկուսացնել հասարակությունից, դատարանը հնարավորություն ունի կիրառել կարճաժամկետ ազատազրկումը, որի ժամկետները ընդհակառակը նախատեսվում է իջեցվել։ Այսինքն, եթե նախկինում նախատեսված էր, որ պետք է լինի 15 օրից մինչև 3 ամիս, հիմա առավելագույն շեմը կլինի 2 ամիսը։ Մյուս կողմեր կար վերհաղթել կան դեպքեր պրակտիկայում, երբ մարդը կալանքի նախնական կալանքի է վերցվել, վերջին դատավճիռով պարզում են կազմում ուղղակի պետք է տուգանք կիրառվել եւ այլն, բայց նա արդեն մոտ 1 տարի կալանքի տակ է գտնել, ասում դա խնդիրներ չի առաջացնում եւ ձեր առաջատար տարբերակ ինչ որ լուծում կտա։ Խնդիրները բնականաբար առաջացնում են, այսինքն այստեղ հարց է առաջանում, թե ինչ հիմքով էր սկզբանե դատարանը կիրառել կալանավորում, եթե ի վերջո հանգում է, որ տուգանք պատժատեսակը լիովին բավարար է անձին ուղղելու կամ պատժի նպատակը ապահովելու համար, բայց կարծում եմ, որ այս հարցը ավելի շատ քրեադատավարական կտրվածքով է գալիս, որովհետև դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս պետք է ավելի հետևողական լինի։ Գիտեք, պրակտիկայում չեն կարող սա լիովին բացառել։ Հնարավոր է դեպքեր, որ ճիշտ է անձի կատարած արարքը թվում է, թե վերջում պետք է պատժվի տուգանքով, բայց ընթացքում ինքը խոչընդոտում է գործի քննությանը։ Եվ նշված պարագայում անհրաժեշտություն է առաջանում մեկուսացնել։ Նման դեպքերը քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն է փորձում լուծել։ Մեր պարագայում լուծման մեխանիզմ, որպեսզի դա կանխենք, չեն կարող առաջարկել, դա դատավարական գործընթաց է, բայց այլ խնդիր է, որ անձը արդեն կալանավորման ձևով խափանման միջոցի է ենթարկվել եւ թվում է, թե մեկուսացման ավելի խիստ աստիճանի է ենթարկվել եւ վերջում դատարանը նշանակում է տուգանք, ուղղակի առաջարկում է դա հաշվարկցվել, այսինքն տուգանքը նշանակելիս դատարանը անպայման հաշվի առնի անձի կալանավորված լինելու հանգամանքը եւ տուգանքի չափերը նվազ լինեն։ Մի խնդիր ունենք, որ եվրոպական դատարանի Հայաստանի ներկայացած բողոքների հիման վրա կարծես պրակտիկ կիրառություն ինչ որ ձևով ստացա, բայց ոչ ամբողջական, դա
Խոսքը վերաբերում է ծանր եւ հանցագործությունների դեպքում միանշանակ ազատազրկման կամ նախնական կալանքի անպայման վերցնելու խնդրին։ Արդյոք օրենքի նախագիծը անդրադառնում է ծանր միջին ծանրության հանցանքների դեպքում կալանավորմանը չենք անդրադառնում, որտեղ կալանավորումը խափանման միջոց է, այնինչ որ դուք եք ենթադրում եւ դա կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի նախագծով, բայց ազատազրկման հետ կապված փորձում ենք պարզապես որոշակիորեն սահմանափակել ազատազրկում պատժատեսակի լայն կիրառությունը։ Առաջարկ կա, որը հուսով եմ, որ մեր պրակտիկները դրան կաջակցեն, որ եթե կատարվել է ոչ մեծ ծանրության, բռնության հետ չզուգորդված հանցանք, ազատազրկում չկիրառվի։ Եթե հանձը առաջին անգամ նման արարք է կատարում, երկրորդ անգամ, երրորդ անգամ իհարկե նման սահմանափակում չի կարող տրվել, բայց եթե անձը առաջին անգամ կատարում է ոչ մեծ ծանրության հանցանք, որը բռնության զուգորդմամբ առկա չէ, ապա ազատազրկում պարզապես չկիրառվի։ Բացի այդ, քրեական օրենսգրքի նախագծում նախատեսվում է եւ արարքների որակման առանձնահատկություններ եւ երևի թե այդ առումով մի քիչ հեղափոխական դրույթ Հայաստանի համար առաջարկվում է պատժի նշանակման կանոններ։ Մասնավորապես ամեն անգամ դատարանը պետք է նախապատվությունը տա առավել մեղմ պատժին եւ եթե ինքը տեսնում է, որ առավել մեղմ պատժով հնարավոր չէ ապահովել պատժի նպատակը, պետք է հիմնավորի, պատճառաբանի, թե ինչու առավել մեղմ պատժատեսակը չի կիրառվում եւ անցում է կատարվում առավել խիստ պատժատեսակին։ Ինքը պետք է դա հիմնավորի բնականաբար, որովհետեւ այս պարագայում շատ հաճախ պարզապես դատարանները այսօր գործող օրենսգրքի պայմաններում նշում են դատարանը որոշեց կիրառել ազատազրկում։ Ինչու՞։ Այսինքն ինչու ավելի մեղմ պատժատեսակը այդ նույն նպատակին չէր կարող ծառայել եւ հասարակությունը այդ ինչուի պատասխանը ցանկանում է տեսնել հենց դատավճռում, հասկանալ ինչու դատարանը որոշեց ընտրել այս կամ այն պատժատեսակը։ Իհարկե ես պատկերացնում թե ինչ կան է ավելի ծանրաբեռնվելու դատարանը, որովհետեւ ամեն անգամ պատճառաբանական մասը ձևակերպելիս, բայց կներեք, մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ավելի կարեւոր է, քան դատարանի ծանրաբեռնվածությունը։ Այսինքն այս պարագայում կարծում եմ, որ աշխատանքային խումբը իր դիրքորոշման մեջ ճիշտ է։ Եթե խորհրդարանը նույնպես պաշտպանի ձեր հեղափոխական տեսակետներով, որ կարծում նաև շատ քննարկվել է եւ շատ քննադատվել է, պետք է որ դեռ արձագանք ունենա։ Ես նաև կուզենայի մեկ տեսաններից մեկում լսեցի նաև չէ, որ նախագծում առաջարկում է պատժից ազատել այն դեպքերում, երբ անձը պարզապես իրավունքված չի, որ դա հանցանք է։ Ոչ թե պատժից հասկացա։ Հարցը ինձ համար պարզ է, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ որ գործ ունենք իրավաբանական սխալ եւ անձի չիմացություն։ Այսինքն անձը սխալ պատկերացում ունի այդ արարքի քրեականացման վերաբերյալ եւ դա ոչ թե պարզապես սխալ է, այլ ինքը օբյեկտիվացված է։ Այո, այսինքն մենք ասում ենք գործող օրենսգրքի պարագայում օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, այս թերույթից շատ հետ չեն գնում, բայց միաժամանակ նշում ենք, որ եթե այնպիսի իրավիճակ է, որ անձը օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել օրենքի փոփոխման մասին, արարքի քրեականացման մասին, նա չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, որտեղ հիմնական խնդիրը որն է, յուրաքանչյուր ոք, ով որ կատարում է հանցանք, պետք է գիտակցի, որ իր արարքը հակաիրավական է։ Եթե օրինակ եղել է իրավական ակտ, որը չի հրապարակվել, եւ որից բխում են արդեն հանցակազմ պարունակող էլեմենտներ, այսինքն բլանկետային նորմերի պարագայում է դա հաճախ լինում, ապա նշված պարագայում չհրապարակման հիմքը տալիս է անձին կարծես թե իմունիտետ, այն կտրվածքով, որ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Եթե անձը չի պատկերացնում, որ իր արարքը հանցագործություն է, որովհետև մինչ այդ նման պրակտիկա չի եղել, ընդունվել է իրավական ակտ, եւ այդ իրավական ակտը չի հրապարակվել, եւ նա չէր կարող տեղյակ լինել դրանից, ինչը պետք է նրան պատասխանատվության ենթարկենք։ Նույն սկզբունքով, եթե անձը պահանջում է պարզաբանում, օրինակ գրավոր դիմում է իր, ասենք, հարկային մարմիններին պարզաբանման խնդրանքով եւ ստանում է սխալ պարզաբանում, որի հիման վրա էլ սխալ գործունեություն է ծավալում։ Մենք չենք կարող դա դիտել, օրինակ եթե հարկեր չի վճարվում, հարկեր վճարելուց խուսափել, որովհետեւ պարզապես անձին տրվել է սխալ պարզաբանում եւ դա իր մեղքը չէ։ Նա ցանկացել է ճշտել իրավական կարգավորումը, բայց իրեն սխալ պարզաբանում է տվել։ Այսինքն, եթե կլինեն նման իրավիճակներ, երբ որ օբյեկտիվորեն անձը հնարավորություն չուներ տեղեկանալ նոր դրույթի գործունեության մասին, հնարավորություն չուներ հասկանալու, որ իր արարքը հակաիրավական է, նա պատասխանատվության ենթակա չէ։ Շատ հետաքրքիր դեպք է ստեղծան եւ գալիս է լրացնելու անդրադարձը տեղեկատվության ազատության համար հենց լրագրողների այն պայքարը տարիների, որ օգնենք եւ գուցե այդ նորմը նպաստի նաեւ, որ պետական օղակներում շատ ավելի զգոն լինեն այդ հարցում։
Եվ մի չնայած այդ մեր մասնական կամավորներին կար նաև որոշ տեսակետներ, որ նոր նախագիծը այսպես ասած ավելի խիստ մոտեցում է ցուցաբերում հանցանքներին։ Հատկապես դա պատիժների կիրառման հետ կապված գումարվում են տարբեր հանցանքներ, չգիտեմ, պատժատեսակները, այսինքն մի քանի հանցագործություն կատարելու դեպքում։ Արդյոք դա խստացում եք համարում եւ ընդհանրապես որ բոլոր դեպքերում է դա այդպես լինելու։ Բնականաբար ոչ։ Խստացման մասին կարող ենք խոսել առաջին հերթին այն դեպքում, երբ որ պատրաստ լինի քրեական օրենսգրքի նախագծի հատուկ մասը, եւ եթե տեսնեն, որ սանկցիաները իրոք խիստ են, այս պարագայում կասենք, որ տեղի ունեցել խստացում։ Դեք դժվար է այսօր պնդել մի երևույթի մասին, որը դեռ գոյություն չունի։ Այսինքն քրեական օրենսգրքի նախագծի հատուկ մասը դեռևս պատրաստ չէ։ Մենք դեռևս ընդհանուր մասն է, որ առաջին տարբերակով կարելի է ասել պատրաստ է, բայց դեռևս չի մցվում շրջանառության մեջ, որովհետև գաղափարները քննարկվում են, դեռևս վերջնական ամփոփիչ տեսք նա չունի։ Հատուկ մասը առավել եւս պատրաստ չէ, հետեւաբար այդ բնպարն այդ հաստատ համաձայն չեմ։ Ինչ վերաբերում է պատժի նշանակման կանոններին, պարզապես կան դեպքեր, երբ որ հստակեցվում է պատժի նշանակման առանձնահատկությունը։ Նայեք, այսօր մենք ունենք դեպքեր, երբ որ ասում ենք, եթե անձը կատարել է մի քանի հանցանք եւ պատիժ պետք է նշանակվի հանցագործությունների համակցությամբ, վերջնական պատիժը որոշվում է լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։ Բայց ոչ մի անձ, ոչ մի իրավաբան չի կարող պատասխանել այն հարցին, թե իրականում տեղի է ունենում լրիվ գումարում, թե մասնակի եւ ինչ չափանիշով է ընտրվում մասնակի գումարման չափաբաժինը։ Մասնավորապես կարող ենք ասել, որ մի պարագայում դատարանը ընտրում է 3 տարի գումարման համար, մի արարքի համար, մյուսի պարագայում 5 տարի, չափանիշ չկա, այստեղ ընդհանրապես գալիս է այն գործոնը, որ պետք է համաչափությունը դիտարկեն, արդարության սկզբունքը պետք է կա, բայց դրանք հարաբերական հասկացություններ են։ Այդ իսկ պատճառով նախագծում պարզապես առաջարկվում է, որ լրիվ գումարման կանոնը գործի։ Լրիվ գումարման կանոնը չի գործի այն պարագայում, եթե վերջնական պատիժը գերազանցում է ասենք հանցագործությունների համակցության պատժի նշանակման թույլատրելի վերին սահմանը։ Օրինակ, եթե նախատեսում ենք, որ եթե համակցության մեջ մտնում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա պատիժները նշանակվում են լրիվ կամ մասնակի գումարման միջոցով եւ առավելագույն պատիժը չի կարող գերազանցել 25 տարին։ Եթե անձը կատարել է 6 ծանր հանցանք եւ նման գումարման պարագայում մենք տեսնում ենք, որ գալիս են 40-50 տարվա, այդ դեպքում մասնակի գումարման կանոնն է գալիս եւ նվազեցում է մինչեւ 25 տարի։ Բայց ինչ կանով ճիշտ կլինի մնացած պարագաներում, եթե մենք ուղղակի մի շեմ ընտրենք, ասենք 2 տարի, 5 տարի, 7 տարի եւ դրանով սահմանափակվենք, հնարավորություն չտանք լրիվ գումարում իրականացնելու։ Այսինքն մենք առանց այդ էլ սահմանել ենք, թե ինչ շեմեր կարող են լինել, առավելագույն շեմեր ենք տալիս, բայց մասնակի գումարման շեմեր չեն կարող սահմանել։ Շատ շնորհակալություն ձեզ մտնության, կարծում եմ սկզբի համար երևի այսքան ինֆորմացիան դեռևս մարդերից պետք է դուրս բավականաչափ իսկապես երախական բաներ կային մեջ է։ Մեր հետքի սրա հետո կնդիներին հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք քրեական օրենսգրքի նախագիծը եւ հետքի սրա հյուրընկալել ենք քրեական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամ եւ անպետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոկտոր Աննա Մարգարյանին։ Ստեսություն։